Քարոզարշավը մեր տեսանկյունից անցավ շատ բուռն, շատ հետաքրքիր, հասցրեցինք լինել հազարավոր վաղարշապատցիների հետ հանդիպումներում, բակ առ բակ, տուն առ տուն կարողացանք հասցնել մեր ծրագիրը, մեր խոսքը, ու ես վստահ եմ, որ նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը մենք վաղարշապատում ունենալու ենք լրիվ նոր իրականություն, ունենալու ենք հաղթական ընթացք եւ ընդդիմությունը այստեղ հաղթանակ է տոնելու։ Ընտրախախտումների պակաս նույնպես չզգացվեց, կարծես հին բարի ժամանակները լիներ վարչական ռեսուրսի անխնա օգտագործում, բայց քանի որ սրանք մեր օրենքի տարի պակաս ունեն եւ անգրագիտությունը իրենց հիմնական ձեռագիրն էր, իրենք այնպիսի ընտրախախտումներ էին անում, որ դպրոցական դասագրքի առաջի դասարաններում են այդպիսի ընտրախախտումներ անում։ Մասնավորապես ինչ եք նկատել։ Մասնավորապես նկատել ենք վարչական ռեսուրսի անսահման չարաշահումը, նույն վարչական ռեսուրսով սկսեցին դրանք հետ վերադարձնել, վաղարշապատ մուտք եք գործում, տեսնում եք թե ինչպես են, այսպես ասած, կոնկրետ մեկ տեխնացուի քարոշական պաստառները գերակշռում, մենք համապատասխան դիմումն ուղարկեցինք տարածքային ընտրական հանձնաժողով, այնտեղ պատասխանում են, բա այդ կազմակերպությունը հասանելի չէ մեզ, չեն կարողանում նույնականացնել եւ այլն, այդպիսի խախտումներ շատ են եղել։ Խախտումներ, որոնք իրավապահներին են ներկայացրել, առնվազն դուք տեսեք այս հենց քարոզչության բարեգործության մասին օրենքի կոպիտ խախտումը, որ մենք ականատես եղանք, հենց ընտրության նախօրյակին, հոկտեմբերի 21-ին մեկ դեպք արձանագրվեց, մեկ դեպք արձանագրեց, երբ որ ակնհայտ օրը ցերեկով այն էլ հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող ու ենթադրում եմ իշխանության կողմից դրված հանձնաժողովի նախագահ օրը ցերեկով հենց տան բակից բարեգործություններ իրականացնում, ինչի հետ կապված քրեական գործը հարուցվեց, ընթացքը չգիտեմ ինչպիսին է, բայց այդպիսի բազմաթիվ խախտումներ օրը ցերեկով տեսնում են։ Այն վախի տոտալ մթնոլորտը, որ մարդկանց մեջ սեմանում են, Facebook-յան լայքի համար, գործից ազատելու սպառնալիքներ եւ այլ։ Ես հասկանում եմ, մեր քաղաքացիներին հասկանում եմ եւ այս քարոզարշավի ընթացքում մենք առանձնապես մեր համակիրներին հասկանալով, որ յուրաքանչյուրը կարող է իր աշխատատեղը կորցնել, գործից ազատվել եւ այլն, ուղղակիորեն մարդկանց հորդորել ենք։ Նոյեմբերի 16-ին ընտանիքներով, երեխաների ձեռքը բռնած, որպես նոր արշալույսի, նոր զարթոնքի, նոր հույսի հավատի գրավական գնան ընտրատեղամասեր, իսկ ես վստահ եմ, ընդդիմությունը ունի այնքան ռեսուրս, որ ընտրատեղամասերում խախտում ուղղակի անհնար։ Իսկ այդ խախտումները ինչի մասին են վկայում, այսինքն այդ խախտող ուժը մտավախություն ունի, որ հնարավոր է չհավաքի իր ցանկալի ձայնը։ 18 թվականին իրենք եկել են ժողովրդի էյֆորիայի հիման վրա եւ ժողովրդական աջակցությունը ամեն դեպքում եթե ակնհայտ էր, այս 7 տարիների ընթացքում նրանք այնպես են մսխել, այնպես են փոշիացել ժողովրդի վստահությունը, որ մնացել է վարչական ռեսուրսը։ Միայն վարչական ռեսուրսի չարաշահման, միայն ուժի դիրքերից, միայն բռնության գործիքակազմը կիրառելով նրանք շանս ունեն վերարտադրվելու, որովհետեւ գոնե այս 1.5 ամիսների ընթացքում ինչ ես ինտենսիվ վաղարշապատցիների հետ հանդիպում եմ, շփվում եմ, հազարավոր մարդկանց շուրթերից գալիս են սրանցից ինչպես պետք է ազատվեն։ Մենք էլ առաջարկում ենք գործիքակազմը։ Մենք եղել ենք փողոցում եղել ենք, փողոցում չի ստացվել։ Okay, հիմա կա ընտրական հնարավորություն, իսկ ես վստահ եմ, լիահույս եմ, որ այո, հենց վաղարշապատում հնարավոր է այդ հաղթանակը վերակերտել, ինչպես եղավ Գյումրիում, ինչպես եղավ Փարակարում, հետո նույն ընթացքը կշարունակենք արդեն ավելի մեծ մասշտաբով։ Դուք նշեցիք, որ ամսի 16-ին այսպես ընդդիմության հաղթանակով է սկսվելու օրը, իսկ նաև դուք նշեցիք Գյումրիի 2-ի մասին, հիմա տարբեր կանխատեսումներ կան, որ վաղարշապատում էլ հնարավոր է որևէ ձայն 50+ ձայն չհավաքի եւ արդյունքում Գյումրի 2 սցենարը կրկնվի։ Դուք սրա վերաբերյալ ինչ կանխատեսումներ ունեք, հնարավոր է այս սցենարը վաղարշապատում լինի։ Գյումրին շատ դասեր է տալիս ինչպես իշխանությանը, քարոզարշավի մարտավարության փոփոխությունը ակնհայտորեն նկատելի էր իշխանության ճամբարում, ընդդիմության համար էլ պետք է դաս լինի։ Մենք գոնե մեր դեպքում ունենք Խաչիկ Մանուկյան անխոցելի տեխնացու, անհամեմատ անխոցելի տեխնացու, որի շուրջ կոնսոլիդացիան շատ ավելի իրատեսական է, որի շուրջ ընդդիմության ձայների համախմբը կոնսոլիդացիան շատ ավելի իրատեսական է, բայց եկեք առաջ չանցնենք, հա, այս անգամ ես կարծում եմ, որ բոլոր դասերը հաշվի առնելով մենք կունենանք շատ ավելի չափավոր որոշում, շատ ավելի հավասարակշռված որոշում, այնպիսի որոշում, որ հաջորդ օրը ընդդիմությանը որից է մեկը չկարողանա այդ մանդատը ժողովրդի քվեն վերցնել եւ ելի նվիրաբերել կամ խլել ժողովրդից։ Վստահ եմ, որ այդպես է լինել։ Կուսակցությունը պատրաստ է համագործակցել այլ ընդդիմադիր գործիչներին եւ ինչպես է գնահատում Հայրենի կուսակցության շանսերը այս ընտրություններին։ Հայրենի կուսակցության շանսերը շատ բարձր եմ գնահատում, որովհետեւ այս ընտրություններում, այս քարոզարշավում ժողովրդի հետ հանդիպումների ընթացքը մեզ առնվազն տալիս է այդ վստահությունը, որ մենք առնվազն հազարավոր քվեների վստահությունն ենք արժանանալու վաղարշապատցիների, Խոյ համայնքի բնակիչների, մենք պատրաստ ենք համագործակցության իրական ընդդիմադիր դաշտի հետ, որովհետեւ մենք ֆիքսել ենք մեր նպատակը մեկն է։ Այսուհետ
Այսուհետ ԿՊ-ն Հայաստանում պետք է իշխանություն չունենա։ Իշխանազրկում ենք վաղ շաբաթից, շարունակում ենք համապետական ընտրություններով։ Որ ուժի հետ է հնարավոր կոալիցիա ընդհանրապես։ Տեսեք, ես կանխատեսում, չնայած մասնագիտությամբ քաղաքագետ եմ, կանխատեսումը իմ մասնագիտական, այսպես ասած, գործառույթների մեջ է մտնում, բայց այս անգամ թույլ տվեք, մինչև ընտրության արդյունքների վերջնահաշվարկը, մինչև ընտրության արդյունքների ամփոփումը այդպիսի կանխատեսում չանել, առնվազն տեսնում եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժեր հնարավորություն ունեն այդ ընտրական շեմը հաղթահարելու, որից հետո մենք արդեն կնստենք սառը կլոր սեղանի շուրջ, բանակցային սեղանի շուրջ, կհասկանանք, թե ինչպես են կարողանում սինխրոնիզացնել համագործակցությունը, այնպիսի ընթացք տալ, դասական, մասնագիտական, քաղաքագիտական դաշտում կա փոքրամասնության կոալիցիաներ կան, ընդդիմության կոալիցիաներ կան, դրանք շատ դասական սխեմաներ են, որոնք կարծում եմ, որ վաղ շաբաթում հնարավոր է կիրառել, բայց մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։